կարմիր լույսեր են վառվում, տեսնում ես, որ դա առնվազն կասկածելի կայք է։ Նոր ուժ կուսակցությունը հայտարարում է, ապացուցել են, ստահոդ են տեղեկությունները, թե նոր ուժ կուսակցությունը կարող է ռուսական ազդեցություն ունենալ։ Իշխանական մի քանի քարոզչամիջոցներում, ինչպիսին օրինակ Ռադար Արմենիա, Հայկական ժամանակ եւ այլն, էլի մի քանի այդպես սունկ կայքեր կան։ Հակոբ Կարապետյանն ասում է, իշխանական քարոզչամեքենա համարվող այս լրատվամիջոցները տարածել են մի սունկ կայքի Խրոնիկա Կավկազայի հոդվածը։ Այդ հոդվածի հիմքում մի ռուսալեզու PDF է։ Ըստ այդ PDF-ի ինչ-որ անհայտ կազմակերպություն նոր ուժի համար սոցհարցում է իրականացրել։ Հարցման էսքիզների վրա նոր ուժի քվեաթերթիկի համարն է 5-ը։ Իբր սոցհարցումներ իրականացնողները ապրիլի 29-ից մայիսի 1-ը որտեղից գիտեին, որ նոր ուժի քվեաթերթիկը 5-րդն է։ Եթե դա պաշտոնապես հայտնի է դարձել մայիսի 3-ին, հարցնում են քաղաքական այս ուժի ներկայացուցիչները։ Այստեղ շատ ցավալին էր, որ բացի այդ իշխանական քարոզչամեքենաներից, որոնք ակնհայտ իշխանական ռոպագանդա են տարածում, նաև քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ, որոնք անկախ դիրքավորում ունեն, իրենք նույնպես դա տարածում էին։ Տարածողներից է եղել նաև իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը, որ Խրոնիկա Կավկազայի հրապարակածին կարևոր հետաքննություն անունն է տվել։ Գրել է, կարծում եմ Հայկ Մարությանը պետք է բացատրի, թե ով է վճարել ռուսական հետազոտական կազմակերպությանը իր կուսակցության PR-ի նախապատրաստման համար։ Հետո նույն Իոաննիսյանը պետք է գրեր. նոր ուժի հրավերով ուսումնասիրել են բրենդավորման համար աշխատած անձի համակարգիչը, պարզել, ոչ ռուսական, ոչ էլ ապօրինի այլ ֆինանսավորում չկա։ Դանիել Իոաննիսյանը եւ անկախ դիտորդ դաշինքը համագործակցության մեր առաջարկը ընդունեցին եւ մենք նրանց շատ հանգիստ ձևով ապացուցեցինք, որ իրենց ներկայացրած տվյալները, այսինքն ոչ թե իրենց ներկայացրած, այլ այն տվյալները, որոնց վրա իրենք հղում էին անում, դրանք կեղծ են։ Նրանք, ովքեր կշարունակեն անհիմն վարկաբեկիչ տեղեկություններ տարածել նոր ուժ կուսակցության հասցեին, նրանց հետ կհանդիպենք դատարանում, ասում են Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչները։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։